Հայաստանն առաջին անգամ հայտնվել է լրագրողների անվտանգության պլատֆորմի հրապարակած զեկույցում մեդիագործիչների ձերբակալության պատճառով։ Խոսքը «Իմ Նևնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի մասին է։ Զեկույցում խոսվում է նաև ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ զոհված կամ տուժած, ձերբակալված ու կալանավորված լրագրողների մասին։ Ամբողջ Եվրոպայում լրագրողները հաճախ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել ոստիկանության, քաղաքական գործիչների և ցուցարարների կողմից բողոքի ցույցերի ժամանակ։ Այս տեսակի հարձակումների մասին հաղորդվել է զեկույցում ընդգրկված պետությունների 1/4-ում։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Վրաստանում, Սերբիայում և Թուրքիայում։ Զեկույցը զգուշացնում է, որ ազատազրկումը համակարգված օգտագործվել է որպես լրատվամիջոցների վերահսկողության գործիք։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Եվրոպայում կալանքի տակ է գտնվել 148 լրագրող, այդ թվում 36-ը Ադրբեջանում, 32-ը Ռուսաստանում, 27-ը Բելառուսում, 26-ը Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքներում, 24-ը Թուրքիայում, 2-ը Հայաստանում և 1-ը Վրաստանում։